բարձր չի լինի։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Թունյան, դա ձեր խոստումն ա եղել, մենք սովորաբար մեր խոստումները միանշանակ կատարում ենք։ Ես նշեցի, որ 2023 թվականից այս կողմ կառավարությունը մատը մատին չի տվել։ Գիտեք, դուք լավ մեկնաբանում եք, բայց հավատացնում եմ ձեզ, ձեր այդ մեկնաբանությունները բացարձակապես չի հետաքրքրում, օրինակ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատող դաստիարակին, ով օրական 30 երեխայի խնամք է տանում, տակդիր է փոխում, դուք հիմա այստեղ ասում եք նպատակահարմար չեն գտնում, հիմա ուզում եմ, որ դուք հարցին հստակ պատասխանել, արդյոք ձեր կառավարությունը խուսափում է սոցիալական պատասխանատվությունից, եթե ոչ, խնդրում եմ ժամկետներ նշել, ինչպես եք պատկերացնում նվազագույն աշխատավարձի բարձրացումը և երբ, շնորհակալություն։ Տիկին Յոլյան, ինչ խոստումներ տվել ենք, այդ խոստումները ձեզ չենք տվել։ Եկեք դուք ձեր խոստումներից խոսեք, որովհետև եթե ձեր խոստումները կատարածվեր, այսօր հիմա այս դահլիճում լրիվ ուրիշ իրավիճակ պիտի լիներ։ Եկեք այդ մասով բան չանենք։ Բայց ինչ վերաբերում է, ես ինչքան հիշում եմ, ըստ ձեր խոստումների պիտի հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետ լիներ Սամվել Կարապետյանը։ Ինչքան հիշում եմ, ես հայերենին շատ լավ տիրապետում եմ ու հիշում եմ ինչ եք խոստացել։ Ինչ վերաբերում է հարգելի Լրեք բոլորդ։ Լրեք բոլորդ։ Պարոն Կարապետյան, պահպանեք լրություն, պարոն Սիմիդյան, պահպանեք լրություն, համեցեք, պարոն Թունյան, շարունակեք։ Մեկ էլ ինձ մոտ այնպեսի տպավորություն եք ուզում ստեղծել, որ դուք մտածում եք պետական ծառայողների աշխատավարձերի մասին, մեր բնակչության սոցիալական վիճակի մասին, մենք այդ մասին ընդհանրապես չենք մտածում։ Այդպիսի բան չկա ու հնարավորությունների սահմաններում պետությունը, կառավարությունը բարձրացնում է պետական ծառայողների բոլոր օղակների աշխատավարձերը ու նաև տարբեր համակարգեր ներդնում ըստ կատարողականի նաև նրանց աշխատանքին հավելավճար կամ պարգևավճար տալու համար, ինչը դուք ելի քննադատում եք, շնորհակալություն։ Մեսրոպ Մանուկյան։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, ես կուզենամ, որ ձեր եւ ձեր թիմակիցների մոտ ընկալումը ընդդիմության են դիրքորոշման հետ, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մեր պետությունը շահում է, ճիշտ լինի, այսինքն մենք էլ շատ ուրախ ենք, որ մեր պետությունը դրանից օգուտ է քաղում, մենք էլ ենք ողջունում այդ, բայց ասում եք, այդ եկած լրացուցիչ մուտքերը ճիշտ չի կառավարվում ու արդյունավետ չի կառավարվում։ Հիմա տեսեք, երկու օրինակ բերեմ ձեզ ու հարցը տամ, էլի։ Ամենաթարմ Սևծովյան ճգնաժամի արդյունքում Հայաստանում տուրիստական մեծ հոսք է գրանցվել և ըստ ռուսական այդ տվյալների շուրջ 40% ավելացել է դեպի Հայաստան տուրիստների հոսքը, որը բնականաբար մեր համախառն ներքին արդյունքի մեջ արտացոլվելու է։ Մի իրավիճակ, որի ոչ կառավարողը, ոչ այդ պայմաններ ստեղծողը չի եղել մեր պետությունը, բայց դրա դրական արդյունքները քաղողը մեր պետությունն է։ Ինչպես նաև դրա բացասականն կա, որ ճգնաժամի արդյունքում նավթի տեղափոխումը այդ Սևծովում կամ հացամթերքի խնդիրները առաջացել։ Իմ հարցը հետևյալն է, պարոն Թունյան, ձեր գնահատականը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո մեր երկրի համախառն ներքին արդյունք եւ բարդի հարաբերակցությունը կտրուկ կաճի, փոփոխություն կկրի, թե ոչ։ Ինչի համար եմ ասում, որովհետև երբ որ պնդում ենք, որ ճիշտ է աճ կա մեր մոտ, դա պայմանավորված է այլ գործոններով, բայց դրան զուգահեռ պարտքն է ավելանում, դա մի տեսակ անհասկանալի է, որովհետև մեր պետությունից անկախ է այդ գումարները սկսել հոսել դեպի մեր բյուջե, մեր երկիր։ Հիմա իմ հարցին խնդրեմ առաջի պատասխանեք, համախառն ներքին արդյունք բարդ հարաբերակցությունը պատերազմի ավարտից հետո ձեր գնահատմամբ կտրուկ փոփոխություն կկրի, թե ոչ, եւ պատրաստ է մեր պետությունը դրան։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, եթե դուք ինձ գոնե մոտավոր պատասխանեք, թե ռուս-ուկրաինական պատերազմը երբ կավարտվի, ես մոտավորապես ձեր հարցին կպատասխանեմ, որովհետև 1 տարուց մեկ այլ իրավիճակ կարող է լինի մեր տնտեսությունը շատ բան հասցնի անել, 2 տարուց այլ, 3 տարուց այլ։ Հիմա ես խնդրում եմ մոտավոր ժամկետ ասեք, ես փորձեմ ձեր հարցին պատասխանել։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Թունյան, ընդունենք